Հակոբ։ Խոսեցի մեր իմոր հետ։ Ու ինչ։ Ոչ մի նոր բան։ Ես տենց էլ գիտեի։ Ուղղակի մի բանը տարօրինակ թվաց։ Բոլորը պնդում են, որ աղջիկը վերջերս շատ կոշտ ու կոպիտ ա եղել մոր հետ։ Բայց մայրը հերքեց, ասում է դա ուղղակի նրանից ա եղել, որ ինքը շատ զբաղված էր ու չէր կարողանում ինձ շատ ուշադրություն դարձնել։ Աչի հարցրեցիր ինչի է մինչև հիմա այդ տանը ապրում։ Իսկ մերին իր ճող բնակարանների ձեռը կրակն անկել։ Չէ, չհարցրեցի։ Հա, մի բան էլ վազել է։ Բանից պարզվում է մերին տեղափոխվել է Վրամ Շահամյանենց տուն։ Վրամի։ Համոզված ես։ Մայրը խոսքի մեջ ասաց, որ աղջիկը համերգի օրը Վրամենց տնից է գնացել փորձի։ Բա իրան չհարցրեցիր։ Ուզված էր։ Մանավանդ որ իմացավ աղջկան միտումնավոր թունավորել են, էլ ընդհանրապես հետո խոսալ չէր լինի։ Լավ, Հակոբ, կճշտենք։ Ես նորից համերգասրահ եմ եկել։ Ախրանիկների հետ մի երկու բան կա ճշտել։ Հետո գնալու եմ ադունցների տուն։ Նունեին հանդիպեմ։ Լավ, ուրեմն ես էլ գնում եմ բաժին։ Լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք այստեղ եք աշխատում։ Այո։ Փաստորեն security-ն եք։ Փաստորեն։ 2 օր առաջ Մերի Շահամյանի համերգի օրը այստեղ եք եղել։ Չէ, դա իմ ազատորն էր։ Իսկ այստեղ մարդ կա, որ այդ օրը հերթապահել է։ Հա, մարդ կա, բայց կներեք դուք ով եք, ձեզ ինչ հետաքրքրում։ Ես ոստիկանությունից եմ։ Մի երկու բան կա ճշտել։ Որզա։ Հուսանեմ, տղեկը եթե ստենք, կանչեմ։ Լավ, սպասեմ։ Հիմա երկու հոգի կգան ուղակի բերին էին անում։ Ջավ, եք ասի սա ում ծաղիկներն։ Սա եթե չեմ սխալվում, հենց այդ համերգից է մնացած ծաղիկները։ Հավաքարարը հանեց, չորացել է շփրտում։ Աստորեն երբ չու ծաղիկներ։ Հա, հավաքարարը ասեց, որ հանդերսարանից է հանում այս ծաղիկները։ Ծաղիկները Մերի երկրպագուներն են բերել։ Տալիս էին թիկնապահներից մեկին, նա էլ այստեղ էր բերել։ Աստորեն թիկնապահն է ներս մտել։ Չէ, նա դուրը թակում էր, իսկ ես վերցնում էի ծաղիկները։ Եղավ։ Հուսով եմ այս ծաղկի փունջը կայտնվի քո գերեզմանում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Ինձ Գաբրիելյան Ժաննան ապետ կամ Գաբրիելյան Մոնիկան։ Մեկ վայրկյան հիմա կանչեմ։ Մոնիկա, մի րոպեով կարող ես գաս։ Չէ, քեզ կամ Ժաննային են հարցնում։ Լավ, սպասեք հիմա կգա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք Մոնիկան եք։ Այո։ Ես տաղավարի վարձի համար եմ եկել, ես ամսվա վարձը չեք մոծել։ Դուք? Բայց ես ձեզ չեմ ճանաչում, միշտ ուրիշ տղա էր գալիս։ Հա, ես նոր աշխատող եմ։ Ուղղակի ինձ ձեր մասին ոչինչ չեն ասել։ Խնդրեմ, կարող եք նայել, այստեղ բոլոր տվյալները կան։ Սա անցած ամսվա վարձերն են ստորագրված, ձերն է, չէ՞։ Եվ այս ամիսը ստորագրված չի։ Մի րոպե։ Բայց այստեղ սխալ կա։ Ինչ է։ Մեր վարձը այսքան չի, այստեղ սխալ թիվ է գրված։ Նույնս մի րոպե։ Փաստորեն անցած ամիս ուրիշ թիվ է, այս ամիս ուրիշ, հա։ Այ տեսեք, այստեղ ճիշտ է գրված, իսկ այս ամսվանը սխալ է։ Այս որ տաղավարն է։ 17։ 17, հա, մոռացել էի, ուղղակի անունով տեղը չբերեցի, ձեր վարձը կրճատված է։ Այսինքն ոնց կրճատված է։ Չի կարող պատահել։ Ես ձեզ հաստատման եմ ասում, ինձ գալուց առաջ զգուշացրեցին։
Բայց ինչ որ սխալմունք է տեղի ունեցել, տեսեք ինչ մեծ տարբերություն է։ Դուք ճշտեք։ Գորիկ ջան, ես գալուց առաջ եմ խոսել ադմինիստրացիայի տոնավաճառին, ինձ հատուկ ասցին 17-րդ տաղավարի վարձը կրճատված է։ Ամեն դեպքում ես ձեզ հիմա չեմ վճարի։ Փաստորեն ինձ չեք հավատում։ Չէ, ոչ թե չեմ հավատում, ուղղակի եկեք գիտեք ինչ անենք։ Դուք մնացած տաղավարների գումարը հավաքեք, հետո վերջում եկեք այստեղ, մինչ այդ ես կճշտեմ, լավ։ Լավ, այդ դեպքում մի ժամից ինձ սպասեք, ես կվերադառնամ։ Ինչքանով էր որ կրճատված։ 50%-ով։ Չի հասկանում։ Ինչ-որ բան սխալ է, ինչ-որ։ Աստորեն։ Վիգեն, բարև, ոչինչ լավ եմ։ Վիգ, լսին, նոր ինչ-որ մարդ էր եկել վարձի համար։ Չգիտեմ, անծանոթ էր, երևի նոր աշխատող էր։ Ուղղակի իրամոց տետրում վարձը սխալ էր գրված։ Այսինքն ոնց սխալ չէր։ Բայց 50%-ով։ Դե ուղղակի դու հիմա որտեղ ես։ Տոնավաճառում։ Հա, այդ դեպքում արի, ուզում եմ քեզ տեսնել։ Լավ, կսպասեմ։